Պարոն Թաթարյան, այս ողջ քարոզարշավի ընթացքում տարբեր տեսանյութեր եղան, թե ինչպես է իշխող ուժը վարչական ռեսուրս կիրառում, այդ թվում իր մեծ հանրահավաքին, որը տեղի էր ունեցել հրապարակում, ավտոբուսներով մարդիկ էին բերում, այդ ամեն ինչը ընտրությունների արդյունքների վրա ազդում է, թե չէ, եւ առհասարակ դուք ինչ խախտումներ եք արձանագրել, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մենք ձեր ասած բոլոր խախտումներն էլ արձանագրել ենք։ Ես ուղղակի մեկ բան եմ խնդրում մեր քաղաքացիներին դիմելով, այս ընտրություններն իսկապես պատմական նշանակության են։ Մենք որոշում ենք այսօր մեր ապագան։ Մենք որոշում ենք մեր երեխաների համար, ինչ երկիր ենք մենք ունենալու մեզ համար։ Ես ուզում եմ հատկապես մի բան ասել, գիտեք, ինձ համար կյանքում մի սկզբունք է միշտ գործել, որ շատ ավելի վատ է, երբ դու ունենում ես հնարավորություն փոփոխություն անելու, ունենում ես հնարավորություն արդարություն հաստատելու, քայլ անելու եւ դա բաց ես թողում այդ հնարավորությունը։ Հետո չի լինում վերականգնել։ Դա շատ ավելի անգամ լավ է եւ որևէ բան անում ես ու փոշմանում ես, այսինքն փորձում ես հասկանալ կարող է ուրիշ ձև լինել, քան մի բան որ չես անում, հետո փոշմանում ես այն քայլի համար, որ կարող է լինել այդպես, այդ բաց թողնված հնարավորություն է։ Ես ուզում եմ, որ այս ընտրությունները չլինեն բաց թողնված հնարավորություն մեզ համար, որովհետև սա մեզանից յուրաքանչյուրի համար է, մեր երիտասարդների համար, եթե մեր երիտասարդները ուզում են, որ մենք իսկապես ապրենք այնպիսի երկրում, որը ապահով ապագա է տալիս, որ մնան երկրում, որ ապահով երկիր լինելուց բացի ժամանակակից կրթություն ստանան, բարձր աշխատավարձով աշխատանք, ապա անպայման նրանք նույնպես գան ընտրության, քվեարկեն հանուն երկրի, հանուն մեր ապագայի, եթե մեր ավակ սերնդին եմ ուզում դիմեմ, սա այն ամագն է, որ նրանք բոլորը մեր երկրի վրա մեծ ամագ ունեն դրած, եւ հիմա սա այն պատասխանատվությունն, այն օրհնանք է, որ նրանք կարող են թողնել մեր սերունդներին, եւ շատ կարեւոր է, որպեսզի մեր սերունդների միջև համերաշխությունը լինի, ես շատ կարեւոր եմ համարում, եւ մեր քաղաքացիներին խնդրում եմ նաեւ ընտրություն կատարելիս, որտեղ ես գիտեմ շատ մարդիկ դեռ նոր են որոշում կամ ամեն դեպքում քվեախցիկում մարդ իր խղճի հետ է, ինչ ուզում ես արա, մեկը իր խղճի հետ է մնում մենակ։ Ես խնդրում եմ, որ նրանք հաշվի առնեն, թե ով իսկապես կարող է երկիրը ղեկավարել, ով է հասկանում պետությունից, ով է պատկերացնում ինչ է նշանակում պետական կառավարման համակարգ, ոչ թե մարդիկ, որոնք կարող են ուրախությունների ժամանակ ուտել խմելով զբաղված լինել, այլ մարդիկ, ովքեր իսկապես քնած թե արթուն ուշադիր հետևում են, որպեսզի ամեն մեկի կյանքը լինի բարելավված, արդար եւ դրանից բացի ովքեր դժվար պահերին ապացուցել են, որ կարող են մարդկանց հետ լինել